Նա ճգնաժամային կառավարիչ է, դուք ճգնաժամեր առաջացնում։ Հիշում եմ ճգնաժամերը ոնց էր կառավարում, ասենք օրինակ Բաղրամյան փողոցը ոնց էր երկու կողմից փագում ու ջարդում ժողովրդին, ընտրություններ ոնց էր կեղծում։ Չէ, հոկտեմբերի 27-ից հետո օրինակ նա կարողացավ ներքաղաքական ճգնաժամը կառավարել։ Հոկտեմբերի 27-ը ոնց ծածկադմփոց արեց եւ կարողացավ այո սենց խափելով այդ բաներին հետո իր կողմը շրջել երկրապահին, հանրապետականին, հիշում եմ, շատ լավ ճգնաժամային կառավարիչը սեփական գրպանները լցնելու համար մարտի 1-ի ճգնաժամը չկառավարվեց։ Եթե ճգնաժամեր կառավարել մենք նկատի ունենք բռնատիրական ռեժիմ հաստատելը, ապա միգուցե նա չեմպիոն է։ Ես չեմ վիճարկի այդ հարցը։ Այս կրիտերիաներում դուք պարտվում եք։ Արցախի ազատագրել դուք հանձնել եք, այսինքն շատ կոնկրետ է ինքն ազատագրել, հա, փաստորեն։ Բա ով տեղյակ չէ։ Չէ, մենակով մի ավտոմատով գնացել արձանագրել Արցախը։ Էլի մարտիկ է եղել, բայց կենտրոնական մարտիկ չի եղել, եղել է Հայաստանի ամբողջ ժողովուրդը, Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը։ Պաշտպանության կոմիտեի նախագահն է։ Շատ էլ որ Պաշտպանության կոմիտեի նախագահ չեղել, այդ Ռեմբոյի կերպարը վաղուց փլվել է։ Վաղուց հասկանում եք, այդ եմ ասում, եւ այդ ժողովուրդն է փլողը հեղափոխություն անելով, հասկանում եք, եւ այդ բաները, այդ մաչոյական այդ ես միակն եմ, ես անկրկնելին, դա չի անցնում, էլ ասենք ծիծաղալու է, ասում եմ, այդ հոգեբանի բանը արդեն մատերիալը ավելի շատ, քան թե քաղաքականության։